Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է վարչապետ երաժշտական խմբի ստեղծման մասին եւ պատրաստվում է առաջին ելույթին։ Խմբի անվանումը խորհրդանշում է քաղաքական իշխանության եւ մշակույթի համադրումը։ Այս քայլը հասարակության մեջ առաջացրել է հակասական արձագանքներ։ Մի մասը դա ընկալում է որպես քաղաքական իմիջի թարմացում, մյուսները որպես ուշադրության շեղում երկրի սոցիալ-քաղաքական խնդիրներից։ Քաղաքագետները նշում են, որ այս նախաձեռնությունը նաեւ քաղաքական հաղորդագրություն է, ուղղված երիտասարդ սերնդին եւ նոր լսարանին։ Հասարակական գործիչ Դանիել Իոնիսյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության նախագծում բացակայում է անկախության հռչակագրի հղումը։ Նա նաև մեկնաբանել է ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, նշելով, որ դրանք կարող են փոխել քաղաքական համակարգի կառուցվածքը։ Քաղաքական շրջանակներում այս հայտարարությունները դիտարկվում են որպես հասարակությանը նախապատրաստելու փորձ արմատական ինստիտուցիոնալ փոփոխությունների։ Փորձագետները սա գնահատում են որպես ապագա քաղաքական մոդելի հիմքերի ձևավորում։ Սոչիում տեղի է ունեցել զանգվածային ակցիա՝ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու։ Հայ համայնքի ներկայացուցիչները հանդես են եկել միասնական ուղերձով, ընդգծելով ազգային ինքնության եւ հոգեվոր արժեքների պահպանման կարեւորությունը։ Այս ակցիան դիտարկվում է ոչ միայն կրոնական, այլ նաեւ քաղաքական ուղերձ, ուղղված թե Հայաստանին, թե միջազգային հանրությանը։ Սփյուռքի ակտիվությունը վկայում է, որ հայ համայնքները շարունակում են ազդել ազգային քաղաքական օրակարգի վրա։ Գևորգ Սուջյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ իրական խաղաղություն հնարավոր չէ, քանի դեռ բոլոր հայ գերիները չեն վերադարձել հայրենիք։ Նրա խոսքերը հասարակության մեջ լայն աջակցություն են ստացել, ձևավորելով քաղաքական պահանջ, հումանիտար արդարությունը դարձնել բանակցությունների հիմք։ Այս դիրքորոշումը ուժեղացնում է հանրային ճնշումը իշխանությունների վրա, խաղաղության գործընթացում չզիջելու հիմնարար սկզբունքները։ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին, առաջադրելով Լևոն Զուրաբյանին որպես վարչապետի թեկնածու։ Կուսակցությունը նպատակ ունի ձևավորել լայն ընդդիմադիր դաշինք եւ վերադառնալ ակտիվ քաղաքական դաշտ։ Քաղաքական վերլուծաբանները սա գնահատում են որպես ընտրական դաշտի լուրջ ձևավորում եւ ընդդիմադիր բևեռի վերակազմավորում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը վարում է հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ։ Նրա խոսքով սա տեղեկատվական, քաղաքական եւ տնտեսական ճնշումների համակարգված քաղաքականություն է։ Հայտարարությունը դիտարկվում է որպես արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձի ազդանշան եւ իշխանությունների դիրքորոշման կոշտացում միջազգային հարաբերություններում։ Միջազգային զեկույցում նշվում է, որ 2026 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է։ Սա կապվում է Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագրի հետ։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է պահպանվել, իսկ խաղաղությունը մնում է փխրուն եւ պայմանական։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգահամակարգերի միավորման նախագիծը դիտարկվում է որպես տարածաշրջանային ինտեգրման պատմական քայլ։ Նման տեսակետ է հայտնել Reuters-ը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել տնտեսական փոխկախվածություն, որը կարող է նվազեցնել ռազմական բախումների հավանականությունը։ Քաղաքական շրջանակներում սա գնահատվում է որպես խաղաղության ենթակառուցվածք, քաղաքական համաձայնությունների նյութական հիմք։ Եվրոպական միության պաշտոնական աղբյուրները հայտարարել են, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները մնում են որպես նոր փուլ։ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել քաղաքական եւ ինստիտուցիոնալ համագործակցությունը, պայմանով, որ Երևանը արագացնի ժողովրդավարական եւ դատական բարեփոխումները։ Հայկական իշխանությունները սա դիտարկում են որպես ռազմավարական հնարավորություն, ամրապնդելու արտաքին քաղաքական բազմավեկտոր մոտեցումը։ Միաժամանակ ընդդիմադիր շրջանակները զգուշացնում են հնարավոր արտաքին ճնշումների եւ ինքնիշխան որոշումների սահմանափակման վտանգների մասին։ Քննարկումները արդեն իսկ սկսում են ներքաղաքական դիսկուրսը։ Սոչիում անցկացված երկրորդ ակցիան եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ առաքելական եկեղեցին մնում է քաղաքական եւ հասարակական համախմբման առանցքային ինստիտուտ։ Մասնակիցները շեշտել են, որ եկեղեցին միայն կրոնական կառույց չէ, այլ ազգային ինքնության հենասյուն։ Վերլուծաբանների կարծիքով այս շարժումները վերածվում են քաղաքական գործոնի, որը կարող է ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։